Իմ հայրն է եւ իր մեծ եղբայրը, հորեղբայրս։ Երկուսն էլ մասնակցել են մանրամասն ինչ-որ բաներ ասեմ, հա։ Օրինակ հայրս Երևանի բժշկական ինստիտուտը հենց որ ավարտել է 41 թվականի հունիսին, զորակոչվել է բանակ եւ ուղարկվել է Արևմտյան Բելարուսիա։ Իսկ Արևմտյան Բելարուսիան գիտեք, որ դա սահմանն էր արդեն ֆաշիստական Գերմանիայի հետ, քանի որ նրանք Լեհաստանը գրավել են եւ այդ սահմանին ուրեմն մի քանի շաբաթ հետո սկսում է արդեն պատերազմը հունիսի 22-ին։ Ահա որ ուրեմն նահանջ, ռմբակոծությունների տակ, Բելարուսիայի անտառներով, ճահիճներով, հսկայական զոհեր տվելով հասնում են վերջապես հիմնական մեր Կարմիր բանակի զորամիավորներին։ Հետո ինքը արդեն դաշտային հոսպիտալում որպես բժիշկ է ծառայում եւ պատերազմը հաղթանակը դիմավորում է Լեհաստանում։ Իսկ հորեղբայրս ֆիզիկայի եւ մաթեմատիկայի գյուղական բժիշկ ուսուցիչ է եղել, նույնպես զորակոչվել է 41 թվականին սկզբից եւ հաղթանակը նա դիմավորել է Բեռլինում, հենց Ռեքստագի պատերի առջեւ։ Մի խոսքով երկու եղբայրն էլ զանգից զանգ մասնակցել են պատերազմին։ Ինչ է կարծում, որքանով կարևոր է միշտ հիշել պատերազմը, հաղթանակը երիտասարդների համար։ Անպայման դա պետք է հիշվի եւ քանի որ այս հաղթանակը մեծ նշանակություն ունի նաեւ ոչ միայն ամբողջ սովետական միության ժողովրդի համար, հատկապես հայության համար, որովհետեւ 1 միլիոնանոց թուրքական բանակը կանգնած է սահմանին, Անդրկովկասի սահմանին եւ սպասում է Ստալինգրադին։ Հենց որ Ստալինգրադը գերմանացիները ուրեմն հաղթեին, թուրքական բանակը մտնում էր Անդրկովկաս։ Դե արդեն պատկերացնում եք, թե ինչ կլիներ հայության հետ, եթե 1 միլիոն թուրքական բանակը մտներ։ Դրա համար պետք է հիշել, իմանալ մեր թշնամիներին, մեր բարեկամներին, մեր դաշնակիցներին, երիտասարդությունը, որ ճիշտ կողմնորոշվի ամեն մի քայլի ժամանակ, էլի։ Խնդրեմ։